Օղազան այս օրերին ֆինանսական գլխավոր փաստաթուղթն է քննարկվում ազգային ժողովում, հավանաբար լսել եք նաև Փաշինյանի մի շարք հայտարարությունները, այս մի քանի ձևակերպումներ կային, որոնք քննադատվեցին ինչ-ինչ շրջանակների կողմից, մարտունակ բանակի փոխարեն պաշտպանունակ բանակ հայտարարությունը կամ այնտեղ աղքատությունը գլխներում հաղթահարելու այս թեզի շարունակականությունը, այս առնչությամբ կամ առհասարակ այս պրոցեսների առնչությամբ ինչ դիտարկումներ ունենք։ Ես կարծում եմ, որ բյուջետային քննարկումներ ազգային ժողովում լրացուցիչ հիմնավորում է վարչապետին անվստահություն հայտնելու համար, որովհետև պետական բյուջեն դա այն ֆինանսական կարևոր փաստաթուղթն է, որի հիմնական նպատակը կառավարության գործունեության ծրագրի ապահովումն է։ Իսկ 2026 թվականի բյուջեի նախագիծը չի ապահովում կառավարության ծրագրի կատարում։ Հետևաբար այս բյուջետային քննարկումներին զուգահեռ պետք է թափ հավաքի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Օրինակ, որ վարչապետն ասում է մեզ պետք է ոչ թե մարտունակ բանակ, այլ պաշտպանունակ բանակ, դες ձևակերպում կառավարության գործունեության ծրագրի մեջ չկա։ Կառավարության գործունեության ծրագրում գրած է ճիշտ հակառակը, որ բանակը պետք է ապահովի երկրի տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը, որ բոլոր ջանքերը պետք է դրան գործողի։ Հիմա մենք ունենք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, որի պաշտոնավարման շրջանում 2022 թվականին ադրբեջանցիները հարձակվել են Հայաստանի վրա, գրավել են տարածքներ, ստրատեգիական նշանակության բարձունքներ, վերահսկում են Հայաստանի ինքնիշխան տարածքը եւ հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տալուց Սուրեն Պապիկյան ասում է, որ մեր բանակը իր առջև խնդիր չունի պաշտպանելու մեր երկիրը եւ վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը։ Իրանք խնդիր ունեն տուրնիկներից կախվելու, բարձր աշխատավարձ ստանալու, ատեստավորման արդյունքում նոր համազգեստ իրանց համար առնելու, հագնելու, այս խնդիրներ ունեն իրանց, բայց երկիրը պաշտպանելու խնդիր չունեն։ Պաշտոնյանն ասում էր կսովածանան հետ կգնան։ Այդ էլ գլխավոր շտաբի պետն էր, որը նաև լրագրողներին կոչ էր անում, որ միկրոֆոններն ու կամերաները թողնեն, զենքը վերցնեն, գնան հայրենիքը պաշտպանեն, այսինքն ինքը խաշլամավուտի, դրանք է գնան հայրենիքը պաշտպանեն։ Հիմա այդ կարգի պաշտոնյաները պետք է վռնդվեն պետական կառավարման համակարգից, իսկ դրա քաղաքակիրթ եւ սահմանադրական եղանակը վարչապետին անվստահություն, որտեղ վարչապետին անվստահություն է հայտնում, ամբողջ կառավարությունը հրաժարական է ներկայացնում։ Այդ թվում ասենք նաեւ Սուրեն Պապիկյանը եւ իշխաններ Ցավալյան, նաեւ Գևորգ Պապոյանը։ Հենց այդ ձեր նշած անձինք նաեւ մասնակցել են Կիրակի օրը Փաշինյանի գլխավորությամբ մի արարողակարգի, որը կոչում էին պատարակ Հովանավանքում, սրա առնչությամբ ձեր դիրքորոշումը որն է, թեև արդեն ծանոթ եմ կարգալուց եղած քահանային տված ձեր բնորոշմանը, այդուհանդերձ այդ քաղաքացիների ներկայությունը ինչ-որ բանի մասին վկայում է, որ այո, գուցե ազգիցն էլ ունի պաշտպաններ։ Իրակի օրը տեղի ունեցել մեր բոլորի աչքի առաջ մի մեծ հանցագործություն, որը նաև շնորհիվ լրագրողների ձեր աշխատանքի դա տեսանել է ոչ հանրությանը, այսինքն խափանվել է քրեական օրենսգրքի տիրույթում է դա եկեղեցական ծեսը, որը խափանել է, արգելել է եւ այլն օրենքով արգելված հանցագործությունը, եւ դրա փոխարեն Հովանավանքի տարածքում Նիկոլ Փաշինյանը կազմակերպել է ՔՊ-ի հանրահավաք։ Այսինքն վանքի տարածքում տեղի ունեցել հանրահավաք քաղաքական բացականչություններով, կոչերով, ծափահարություններով, որ ծեսի եկեղեցական արարողության հետ ոչ մի կապ չունի։ Եվ ավելին այդ հանրահավաքը կազմակերպել է քրեական օրենսգրքի մեկ այլ կարգավորման շրջանակներում վարչական ռեսուրսի կիրառումով, այնտեղ հարկադրաբար կամ շահադիտական նպատակներով մարդկանց բերելով, որտեղ այնտեղ կային մասնակիցներ, որոնք առհասարակ ծեսերի չեն մասնակցում կրոնական, բայց այնտեղ եկել են որոշակի հանգամանքներով, ասենք օրինակ Արծրուն Հովանիսյանը գտնվում էր այդ արարողությանը, որին ես ոչ մի այլ պատարագի մինչև հիմա չեմ լսել կամ տեսել, որ ինքը մասնակցում է։ Բայց քանի որ ընդեր նաև պաշտպանության նախարարը, իսկ Արծրուն Հովանիսյանը պաշտպանության նախարարության ենթակա ուսումնական հաստատությունում դեկան է, ակնհայտ է, որ ինքը եկել էր վարչական ներգործության հետևանքով իրան նախարարն եկել է ու ասենք եթե բոլորը գնում են պատարագի որպեսի հաղորդություն ստանան նշխարք վայելեն ինքը կոֆե էր խմում ասենք երբ որ պատարագի գնացողները ծոմ են պահում իսկ ակնհայտ է որ ինքը պատարագի չէր եկել ինքը բերման է ենթարկվել ոնց որ ավտոբուսներով էին բերման ենթարկում մարզպետները կամ ասենք Թալինի քաղաքապետը ինչ որ մի շքախմբով են նույն քաղաքապետը որ տգետների դպրոցի սեսիաների համար մասնակիցներ էր ապահովում իսկ ակնհայտ ՔՊ-ի հանրահավաք է կազմակերպել եկեղեցու տարածքում խափանելով եկեղեցական ծեսի պատարագի
բուն էությունը եւ խորհուրդը։ Սրա հետևանքները որոնք են լինել, որովհետև տեսանք Փաշինյանը ասաց, որ անզիջում է իրես պայքարում, պետք է այսպես կոչված ազատագրումն ապահովի, վեհարանի, վեհապարին պիտի հեռացնի եւ այլն։ Ի վիճակի են հանրային ու քաղաքական շրջանակները այս հարվածը վերցնել իրենց վրա, այս բեռը վերցնել իրենց վրա, որպիսի մայրաթոռը, այսպես ասած, չմնա միայնակ։ Ես կոչ եմ անում ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին եւ գործիչներին հաջորդ կիրակի օրը լինել Հովանավանքում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը նորից այնտեղ հանրահավաք նախաձեռն է հաջորդ կիրակի օրը նոյեմբերի 2-ին եւ մարդիկ գնան պահանջեն, որ իրենց մասնակցությամբ լինի իսկական պատարակ եւ խափանեն նրա գոհ, այսինքն մեր քաղաքական գործիչները չպետք է վախենան իր հետ շփումներից կոնտակտ։ Տեսեք, մի հատ համարցակ երիտասարդ ազնիվ հավատացյալ, որ ուզում էր պատարակի մասնակցեր, ինքը հեռացվեց, որտեղ ինքը մենակ էր։ Երբ որ այնտեղ լինեն այնքան բազմություն, ոնց որ հավաքվել էր ասենքի պաշտպանություն Սամվել Կարապետյանի ազատության հրապարակում, կարծում եմ, որ այդ հանրահավաքը իսկապես կկայանա եւ այդ չար ուժերի բոլոր նպատակներն ու ծրագրերը կխափանեն։ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի մտածի ոչ հայաստանյան առաքելական եկեղեցու ղեկավարի, փաստացի վեհապար Հայրապետի պաշտոնակության մասին, ոչ Հռոմեա կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն 14-րդի հրաժարականի պահանջի մասին, ոչ ռուս ուղղափառ եկեղեցու, ոչ վրաց ուղղափառ եկեղեցու առաջնորդի բովներն ինքը այդպես խնդիրներ քննարկելու անգամ իրավունք չունի։ Ինքը պարտավորություն ունի կատարել կառավարության գործունեության ծրագիրը, որը չի անում։ Վահագն Խաչատուրյանն այստեղ անելիք չունի, որպես այսպես սահմանադրության պահապան, պետության գլուխ, ով պիտի պաշտպանի հայ առաքելական եկեղեցին, եթե այս իրավիճակն է այս պահին երկրում։ Վահագն Խաչատուրյանը կարծում եմ մի անելիք ունի, աջ ձեռքի ցուցամատը դնի իր բերանին, ոնց որ ինքը մշտապես անում է լուրջ մարդու կերպար ընդունելու համար, որից հետո այդ նույն աջ ձեռքի ցուցամատով գրի իր հրաժարականի դիմումը եւ հեռանա հանրային կյանքից։